Երկու շաբաթ է Իրանի գրեթե բոլոր նահանգներում մեծամասշտաբ հակաիշխանական ցույցեր են։ Զանգվածային ցույցերում աչքի են ընկնում կանայք։ Նրանք այրում են հիջաբները, հանում հագուստը, պարում փողոցներում, պատռում հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի նկարները, ծխախոտ հանգցնում առաջնորդի նկարի վրա, դեմ գնալով նաև կանանց ծխելու արգելքին։ Ընթացիկ ցույցերը ուղեկցվում են հետևյալ կարգախոսներով՝ ոչ Լիբանան, ոչ Գազա, ես կսպանեմ իմ եղբորը սպանողին, մահ Խամենեիին, հնչում է նաև կեցցե շահը վանկարկումը։ Իրանական ցույցերում կարևոր դերակատարություն ունի Իրանի շահիդ հագաժառանգ Ռեզա Փահլավին, որը բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա կոչ է անում քաղաքացիներին ողողել փողոցները եւ փոխարինել Իրանի դեսպանատների առջեւ կանգնեցված դրոշները նախաիսլամական շրջանի դրոշներով։ Հագաժառանգ Փահլավիի հայրը Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին զավակների եւ կնոջ Ֆարահ Փահլավիի հետ երկիրը լքել է 1979-ին իսլամական հեղափոխության հաղթանակի եւ այաթոլլահների իշխանության հաստատման հետևանքով։ Դեռ 1978-ին 17 տարեկան հագաժառանգը մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ վերապատրաստվել ԱՄՆ ռազմաօդային ուժերում, հենց այդ ընթացքում էլ Իրանում տեղի է ունեցել հեղափոխությունը։ Հայրը տապալվել է, ընտանիքը արտաքսվել։ Ռեզա Փահլավին գտնվելով Աքսորում հայտարարում է, որ պատրաստ է ստանձնել Իրանում անցումային կառավարությունը։ Նա քննադատում է Իրանի միջուկային ծրագիրը եւ կոչ անում Թրամփին մեծ ճնշում գործադրել ռեժիմի վրա։